Իրանից հետո հաջորդը կլինի Կուբան, նախազգուշացնում է Դոնալդ Թրամփը հավելելով, կամ գործարք են կնքելու, կամ անելու են այն, ինչ անհրաժեշտ են համարում։ Վաշինգտոն-Հավանա լարվածության նոր ալիքի հետևանքով Կուբան վերջին 3 ամսում բախվել է տնտեսական, սոցիալական եւ հումանիտար լուրջ խնդիրների։ Ամենաակներևը էներգետիկ ոլորտի խափանումն է։ Կղզու առանց այդ էլ մաշված էներգահամակարգը վերջնականապես շարքից դուրս եկավ, երբ ամերիկյան ուժերի կողմից Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայից Կուբա նավթի մատակարարումը փաստացի դադարեցվեց։ Վառելիքի բացակայության պայմաններում Կուբայի ավելի քան 10 միլիոն բնակիչ բախվում է էլեկտրաէներգիայի երկարատև անջատումների։ Կուբայի իշխանությունը փորձում է ներքին ռեսուրսներով լուծել խնդիրը, սակայն նավթի սեփական պաշարները բավարար չեն։ Այս ֆոնին նաև հակակառավարական ցույցեր եղան։ Քաղաքացիները նույնիսկ ներխուժեցին կոմունիստական կուսակցության գրասենյակներից մեկը, պահանջելով իշխանությունից քայլեր ձեռնարկել լուծելու ստեղծված ճգնաժամը։ Այսօր օրակարգում ԱՄՆ-Կուբա աճող լարվածությունն է։ Այսպիսով Կուբան նավթային շրջափակման մեջ է։ Հունվարի վերջին Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց, որով ազգային անվտանգության ոլորտում արտակարգ իրավիճակ հայտարարվեց Կուբայից բխող սպառնալիքի պատճառով։ Հրամանագիրը թույլ է տալիս ԱՄՆ-ին լրացուցիչ մաքսատուրքեր եւ պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նավթ են մատակարարում Կուբա։ Ըստ ամերիկյան կողմի Կուբայի իշխանությունները գործակցում են ԱՄՆ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների եւ խմբավորումների, այդ թվում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի եւ անգամ Համասի ու Հզբոլահի հետ։ Միացյալ Նահանգների այս որոշումից հետո Ռուսաստանից եւ Մեքսիկայից նավթի մատակարարումները եւս դադարեցին։ Թրամփը չի թաքցնում, Կուբայի նկատմամբ ճնշումը մեծացնելու քաղաքականության նպատակներից մեկն էլ կղզում իշխանափոխությունն է։ Լսենք Կուբայի մասին Սպիտակ տան ղեկավարի վերջին հայտարարություններից։ Հավատում եմ, որ պատիվ կունենան վերցնելու Կուբան, նկատի ունեմ կամ ազատագրել այն, կամ վերցնել։ Կուբայի իշխանությունները շատ վատ են վարվել մարդկանց հետ, մենք չենք ուզում տեսնել ինչպես են մարդիկ տառապում։ Կաստրոյի ռեժիմն էլ շատ դաժան էր, նրանք ապրում էին Վենեսուելայի հաշվին, սակայն հիմա այնտեղից ոչ էներգիա են ստանում, ոչ վառելիք, ոչ նավթ, ոչ փող։ Ցանկանում ենք Կուբայում տեսնել այն, ինչ տեսնում ենք Վենեսուելայում, շատ վատ ռեժիմ ունեն, մենք կզբաղվենք ամբողջ տարածաշրջանով։ Այն, ինչ տեղի ունենում Կուբայի հետ, հետաքրքրական է, բայց նախ պետք է ավարտեն գործողություններն Իրանում։ Կուբան շատ է ցանկանում մեզ հետ գործարքի հասնել։ Օրինակ Վենեսուելայում արդեն ամեն ինչ հիանալի է։ Ունենք հրաշալի անձնավորություն, նախագահ Դելսի Ռոդրիգեսը, որն աշխատում է մեզ հետ։ Մեծ քանակությամբ նավթ են արդյունահանում, լուրջ գումարներ աշխատում։ Կուբայի կառավարությունը բանակցում է մեզ հետ, նրանք մեծ խնդիրների են բախվում։ Հնարավոր է Կուբայի բարեկամական զավթում տեղի ունենա։ Շատ դրական զարգացումներ կարող են լինել մարդկանց համար, ովքեր արտաքսվել են Կուբայից։ Մարդիկ ցանկանում են տուն վերադառնալ։ Տարիներ շարունակ շատերը փորձել են փոխել Կուբան։ Մարկո Ռուբիոն այժմ զբաղվում է դրանով։ Կուբայից հաստատում են, պատրաստ են լուծել առկա խնդիրները դիվանագիտական միջոցներով, սակայն պայմաններ ունեն։ Վաշինգտոնը չպետք է ճնշում գործադրի Հավանայի վրա, հարգի Կուբայի անկախությունը, ինքնիշխանությունը, ինքնորոշման իրավունքը եւ չխառնվի կղզու ներքին գործերին, մասնավորապես Կուբայի կառավարման համակարգին։ Զուգահեռ Հավանան ընդունում է, որ երկու երկրի միջև առևտրի ներուժ կա եւ հարկավոր է կենտրոնանալ դրա վրա։ Բանակցություններ ենք սկսել Միացյալ Նահանգների կառավարության ներկայացուցիչների հետ։ Փորձում ենք հասկանալ, որ ոլորտներում կարող ենք գործակցել պայքարելու անվտանգային խնդիրների դեմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները շրջափակել է Կուբան եւ կիրառում է առավելագույն ճնշման քաղաքականություն։ Էներգետիկ բլոկադան ավելի է բարդացնում իրավիճակը։ Մենք գիտակցում ենք, որ Կուբայի դեմ կարող է ագրեսիա կիրառվել եւ ծրագիր ենք մշակել բարձրացնելու մեր ժողովրդի պաշտպանվելու կարողությունը։ Բանակցություններին զուգահեռ Կուբայում հայտարարել են ռազմական լայնամասշտաբ վարժանքներ անցկացնելու մասին, պատրաստվելու Միացյալ Նահանգների հնարավոր հարձակմանը։ Կուբայի բնակչությունը թեև դժգոհ է էներգետիկ բլոկադայից եւ իշխանություններից, սակայն ոչ միանշանակ է վերաբերվում նաեւ Վաշինգտոնից հնչող հայտարարություններին։ Ես չեմ ուզում, որ պատերազմ լինի կամ ներխուժեն Կուբա։ Մեր իշխանությունը կարող է վերլուծել Վենեսուելայի օրինակը, թե ինչպես Մադուրոյից հետո նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը ընտրեց Թրամփի հետ երկխոսելու տարբերակը։ Ես ցանկանում եմ, որ Թրամփը մեզ հանգիստ թողնի եւ որ մեր կառավարությունն ուրիշների գործերի մասին մտածելու փոխարեն ավելի շատ մեզ ուշադրություն դարձնի։ Նախկինում եւս էլեկտրաէներգիայի անջատումներ լինում էին, սակայն հիմա ավելի հաճախ ենք բախվում այդ խնդրին։ Մարդիկ հիմնականում թափառում են փողոցում, զրուցում, այլ բան չկա անելու։ Իրավիճակը չի փոխվում։ Մեծ հաշվով խրված ենք հին ճահճի մեջ արդեն 60 տարի։ Առաջ չենք շարժվելու։ Շաբաթական 2 անգամ ենք ուտելիք պատրաստում վառելափայտ օգտագործելով։ Սա խելագարություն է։
Հասարակական տրանսպորտը կաթվածահար է, վառելիք չկա, երբեմն ընդամենը 2 ավտոբուս է գալիս, իսկ մարդիկ շատ են, սարսափելի է, հաճախ չեմ սպասում, շրջվում եմ ու հեռանում։ Կուբա ԱՄՆ լարվածությունը նոր չէ, փորձենք սեղմ ներկայացնել վերջին տասնամյակների հարաբերությունների պատմությունը։ 1959 թվականին իշխանության եկավ Ֆիդել Կաստրոն, որի վարած քաղաքականությունը, մասնավորապես ԽՍՀՄ-ի հետ մերձեցումը, Վաշինգտոնն ընդունեց որպես սպառնալիք ԱՄՆ շահերին։ 1961 թվականին փորձարվեց հեռացնել Կաստրոյին իշխանությունից, սակայն ապարդյուն, դա ավելի սրեց երկկողմ լարվածությունը։ Այնուհետև ԽՍՀՄ միջուկային հրթիռներ տեղակայեց Կուբայում։ Դա հանգեցրեց Կարիբյան ճգնաժամին, որը կարգավորվեց Վաշինգտոնի և Մոսկվայի միջև բարդ բանակցությունների արդյունքում։ Այնուհանդերձ Կուբան Միացյալ Նահանգների համար շարունակեց ընկալվել որպես սպառնալիքի աղբյուր։ 60-ականներից Միացյալ Նահանգները տնտեսական էմբարգո է սահմանել Կուբայի նկատմամբ, ինչը տարիներ շարունակ սահմանափակել է կղզու արտահանումը, ներկրումը, ֆինանսական գործարքները, ազդել է էներգետիկ ոլորտի վրա։ Իրավիճակն ավելի բարդացավ 90-ականների սկզբին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, ինչի հետևանքով կղզին զրկվեց զգալի աջակցությունից։ Այս ամենին գումարվեցին ներքաղաքական խնդիրները, արդյունավետ բարեփոխումների պակասը եւ բիզնեսի նկատմամբ պետական վերահսկողությունը։ Օբամայի եւ Բայդենի նախագահության օրոք ձեռնարկվել են հարաբերությունները կարգավորելու փորձեր, սակայն առանց լուրջ արդյունքների։ Դոնալդ Թրամփը քաղաքական առավել կոշտ գիծ է որդեգրել։ Ինչ զարգացումներ են Կուբայի շուրջ, ինչ նպատակներ է հետապնդում Վաշինգտոնը եւ ինչ հեռանկարներ կան ԱՄՆ-Կուբա հարաբերություններում։ Կքննարկենք Թավթ համալսարանի Ֆլետչերի դպրոցի պրոֆեսոր Ռոքֆորդ Վեյթսի հետ։ Պարոն Վեյթս, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Mr. Waits, Washington says it wants to... Պարոն Վեյթս, Վաշինգտոնը հայտարարում է, որ ցանկանում է փոխել Կուբան, այդ թվում հանուն կուբացիների բարօրության։ Տեսանք, որ Վենեսուելայի հարցում էլ գրեթե նույն թեզն էր հնչում, սակայն այդ դեպքում կար նաև նավթի գործոնը։ Մինչդեռ Կուբան այդքան նավթ չունի։ Այսպիսով, որոնք են Դոնալդ Թրամփի նպատակները Կուբայի հետ կապված, ինչ է ամերիկյան կողմը ցանկանում ստանալ։ What does the US want to achieve there? Thank you again for having me and very good question. Շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ լավ հարց է։ Կարծում եմ տեղի է ունենում այն, ինչ տեսանք Վենեսուելայում։ Թրամփի վարչակազմի նպատակները հասկանալու համար հարկավոր է կարդալ նոյեմբերին հրապարակված ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարությունը։ Այնտեղ ասվում է, որ ԱՄՆ-ի առաջնահերթությունն է դուրս մղել Չինաստանին եւ Ռուսաստանին Ամերիկայից։ Այս ամենը անիմաստ է թվում, հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում Պարսից ծոցի տարածաշրջանում։ Բայց երբ կարդում ենք այդ ազգային անվտանգության ռազմավարությունը, հետո վերհիշում ենք հունվարի 3-ը, երբ ԱՄՆ զինվորականները ձերբակալեցին Մադուրոին, ապա հասկանում ենք, որ սա դեռ վերջը չէ։ Կարծում եմ ժամանակի ընթացքում Կուբայի հետ կապված շատ զարգացումներ կլինեն, թե կոնկրետ ինչ ոչ ոք չի կարող ասել, եւ ես նույնպես, քանի որ Թրամփի հետ ուղիղ կապի մեջ չեմ։ Իսկ Թրամփը միակ մարդն է, որ գիտի ինչ է լինելու։ Ենթադրաբար Մարկո Ռուբիոն էլ գիտի։ Խորհուրդ կտայի հետևել պետքարտուղար Ռուբիոյի հայտարարություններին։ Նա ի թիվս այլնի ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդականն է, նախկին Ֆլորիդայից ընտրված սենատոր էր, որտեղ մեծ թվով կուբայական ծագման ամերիկացիներ են բնակվում։ Բացի այդ, Ռուբիոն եւս կուբայական ծագում ունի։ Նա երկար տարիներ հանդես է եկել Կուբայում ռեժիմի փոփոխության օգտին, հանուն կուբացիների բարօրության։ Ռուբիոն նաեւ Սպիտակ տան թիմի միակ անդամն է, որը ազատ խոսում է իսպաներեն։ What kind of security and Անվտանգային եւ այլ ինչ խնդիրներ ու սպառնալիքներ է տեսնում Վաշինգտոնը Կուբայից եւ ընդհանուր առմամբ ինչ գրգռիչներ կան երկու երկրի հարաբերություններում։ US-Cuba relations? Yes, well, we could talk for a whole hour about that. Այս հարցին կարելի է մի ամբողջ ժամ նվիրել։ Սա լուրջ մարտահրավեր էր Միացյալ Նահանգների համար 1959 թվականի հեղափոխությունից ի վեր։ Այնուհետև Կարիբյան ճգնաժամն էր, երբ Խորհրդային Միությունը եւ Միացյալ Նահանգները շատ մոտ էին միջուկային պատերազմին, այնպես որ այս լարվածությունը երկար պատմություն ունի։ Մի պահ վերադառնանք Վենեսուելային։ Մադուրոյի նույնիսկ Չավեսի իշխանության օրոք Վենեսուելան թուլացած էր։ Նույնը կարելի էր ասել Կուբայի դեպքում, երբ Ֆիդել Կաստրոն եկավ իշխանության։ Այլ պատճառներ էլ կան՝ Քովիդը, այն, որ Ռուսաստանի աջակցությունը Կուբային թուլացավ Ուկրաինայում պատերազմի ֆոնին, այն, որ Չինաստանը չի ցանկանում խնդիրներ ունենալ Միացյալ Նահանգների հետ։ Ստացվում է, որ Կուբան մնացել է առանց հզոր բարեկամների։ Հայտարարություններ կան, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցում է Կուբայի քաղաքական տարբեր շրջանակների հետ։ Ձեր դիտարկմամբ, ինչի շուրջ են այժմ այդ բանակցությունները եւ ինչ արդյունք կարելի է ակնկալել։
Եվս մեկ տեղին հարց. կարծում եմ նրանք քննարկում են գործող կառավարության փոփոխության անցումային շրջանի հարցեր։ Այս կառավարությունը մեծ աջակցություն չի վայելում նաև Կուբայի ներսում, եւ այդքան էլ ուժեղ չէ։ Հնարավոր է տեսնենք վենեսուելական սցենարը, այսինքն գա նոր առաջնորդ, որի հետ Թրամփի վարչակազմը կաշխատի անցումային շրջանում, մինչև կղզում նոր կառավարություն ձևավորվի։ Հնարավոր է այդ ընթացքում տեսնենք Վաշինգտոնի կողմից տնտեսական պատժամիջոցների թուլացում։ Ավելի ռադիկալ տարբերակ էլ կարող է լինել, կրկին Վենեսուելայի նմանությամբ, բայց արդեն Մադուրոյի ձերբակալության սցենարով։ Որքանով եք հավանական համարում Կուբայի դեմ ամերիկյան ռազմական գործողությունը։ Կարծում եմ հնարավոր չէ հստակ ասել, կարող ենք միայն ենթադրել։ Կասեմ, որ Կուբայի դեպքում ավելի շատ կաշխատի վենեսուելական, քան իրանական սցենարը։ Կուբան ԱՄՆ-ի սահմաններին շատ մոտ է, ի տարբերություն Իրանի։ Նույնիսկ եթե ռազմական գործողություն իրականացվի, դա նման կլինի Մադուրոյի ձերբակալությանը, այլ ոչ Իրանի դեմ իրականացվող գործողությանը։ Ինչ դիրքավորում ունեն այս հարցում հատկապես Ռուսաստանը եւ Չինաստանը, որոնք պատմականորեն Կուբայի աջակիցներն են քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում։ Եվս մեկ կարևոր հարց. ինձ զարմացրեց Չինաստանի կողմից Կուբային աջակցության բացակայությունը։ Պեկինն ուղղակի լուռ է։ Ռուսաստանը նավթատար նավ ուղարկեց, բայց ինչ որ պահի այն փոխեց ուղղությունը։ Պատճառը կարծես ամերիկյան սանկցիաներն էին։ Հնարավոր է, նաև գուցե հեռախոսազանգ է եղել։ Մոսկվան զգուշացվել է, որ ռուսական այդ լցանավը կարող է կալանվել, ինչպես մյուս տանկերները, որպես ստվերային նավատորմի մաս։ Այդ առումով կարծում եմ դուք ճիշտ եք։ Հնարավոր է եղել է նաև Ուկրաինայում պատերազմի ֆոնին սահմանված հակառուսական միջազգային սանկցիաների գործոնը, որը ուղղակի կապ չունի Կուբայի հետ։ Բայց ամեն ինչ փոխկապակցված է, նույնիսկ եթե ակնհայտ չէ։ Կարծում եմ աշխարհաքաղաքականության մասշտաբային վերագործարկում է տեղի ունենում։ Սա իհարկե կարևոր է նաև Հայաստանի համար, Ադրբեջանի եւ ձեր երկրի միջև ընթացող խաղաղության գործընթացի համար։ Ձեր տարածաշրջանը այժմ մեծ ճնշման տակ է, Իրանում զարգացումներով պայմանավորված։ Դոնալդ Թրամփը բարեկամաբար է տրամադրված եւ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ։ ԱՄՆ-ի այս վարչակազմի նպատակն է տեսնել նոր, ավելի լայն մերձավոր արևելք։ Գովելի է, որ ուշադրություն եք դարձնում այս հարցին, քանի որ չնայած Կուբան գտնվում է աշխարհի մյուս ծայրում, այս զարգացումները կարող են ազդել նաև ձեր տարածաշրջանի վրա։ Եվ վերջապես ձեր գնահատմամբ, ամերիկյան շարունակվող ճնշման պայմաններում որքան դեռ կարող է դիմակայել Կուբայի քաղաքական համակարգը։ Բարդ է ասել, 60 տարի խոսվում է, որ Կուբայի ռեժիմը պետք է փոխվի, քանի որ այն չունի հանրության մեծ մասի աջակցությունը, սակայն եթե համեմատենք Վենեսուելայի հետ, ապա Կուբայի համակարգը այդքան փխրուն չէ, այնտեղ դեռ զգացվում է հեղափոխության ոգին, այդ հիշողությունը ողջ է։ Ֆիդել Կաստրոյի կերպարը կուբացիների շրջանում դեռ շատ պոպուլյար է, նույն Վենեսուելայում Մադուրոն նման ժողովրդականություն չէր վայելում, այնուհանդերձ Կուբայի ներկայիս կառավարությունը կղզու պատմության ամենաթույլ կառավարությունն է։ Այսպիսով Կուբան գտնվում է Վենեսուելայի եւ Միացյալ Նահանգների միջև, ուստի շատ կարևոր է ԱՄՆ-ի համար։ Պարոն Վեյթս, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Չարժե, ես եմ շնորհակալ։ Թե ինչ դիրքորոշում կզբաղեցնի Սպիտակ տունը Կուբայի հարցում ժամանակի հարց է։ Դոնալդ Թրամփի խոսքով զբաղվելու են Կուբայով, երբ լուծեն Իսլամական Հանրապետության հարցը։ Սակայն Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմի ժամկետներն էլ դեռևս հստակ չեն, իսկ մինչ այդ Կուբայում հումանիտար ճգնաժամը սրվում է։ Այսօր օրակարգում ԱՄՆ-Կուբա աճող լարվածություններ։